Ձերքերի համար տիբետյան առողջարար պարզ խորհուրդները հետևյալն են. առաջին հերթին մենք փորձում ենք հիշել, որ ձերքերը տրված են մեզ բարի գործեր անելու համար, այլ ոչ միայն հեռախոսի մեջ փորփրելու։ Եվ այդպես մենք սկսում ենք մատներից։ Մանր մատորիկան զարգացնում է ոչ միայն բուն մատերը եւ ձեռքերը, այլ նաեւ նպաստում է մեր ուղեղի զարգացմանը, բարելավում է հիշողությունը, բարձրացնում է կենտրոնացումը եւ այդպես շարունակ։ Ըստ այդմ բոլորին, բոլոր տարիքների համար, թե փոքր երեխաներին, թե ծերերին, բոլորին խորհուրդ է տրվում այս վարժությունները նորից եւ նորից կրկնել։ Իհարկե, կան այլ տարբեր փոքրիկ սարքեր, որոնք որ եւս կարող են օգնական լինել։ Դա փոքրիկ գնդեր են, որ կարելի է պահել ձեռքի մեջ, կամ դա հոգեվոր շարոցն է, համրիչը, եւ կամ էլ փոքրիկ ռեզինից գնդիկներ, փոքրիկ փշերով, որոնք որ եւս օգտակար են։ Եթե այդ ամբողջը չկա, օգտագործում ենք այն, ինչ որ կա մեր ձեռքերի տակ, այսինքն բուն մեր ձեռքերը։ Եվ այդպես սկսում ենք մատներից։ Առաջին հերթին փորձում ենք մերսել բարձիկները մատների։ Բոլոր մատները ոչ մի մատ չենք անտեսում, ինչպես կյանքում շատ բան ենք ցավոք սրտի անտեսում, եւ այդպես ոչ մի մատ չանտեսելով մերսում ենք բարձիկները, այնուհետև սկսում ենք յուրաքանչյուր մատը մերսել, ձգելով մատը մատն առ մատից եւ դեպի ծայր։ Բավականին ուժեղ, բայց իհարկե չքաշելով մատը դուրս ափից։ Եվ այդպես յուրաքանչյուր մատով անցնում ենք, սկսում ենք իհարկե բութ մատերից, այնուհետև բոլոր մատներով, հետո մյուս ձեռքի մատներով, յուրաքանչյուր մատը մերսելիս փորձում ենք մերսել ամբողջությամբ, ոչ միայն պարզապես ձգելով այն, այլ յուրաքանչյուր ամբողջ մակերեսով անցնելով։ Սա հիանալի վարժություն է, հատկապես նորից օգտակար է նրանց համար, ովքեր հոգնածություն են զգում կամ շատ են աշխատել։ Իհարկե, հին ժամանակներում մենք ավելի շատ ենք գրում, եւ դա ինքնին զարգացնում էր մանր մատորիկան։ Հիմա հիմնականում աշխատում են ցավոք սրտի բութ մատերը, բութ բառից երևի առողջություն բոլորին։ Տեյաթաում բեկաձե մահա բեկաձե ռաձա սամունգատե սուահա։ Վճարովի անհատական խորհրդատվության հնարավորություն։ Գրանցվելու համար զանգահարել 091 751 750 հեռախոսահամարով։